Տետատետ հաղորդմանը հյուրընկալվել էր հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը, Star News-ը հետևեց հարցազրույցին։ Ծնողների բաժանությունից խոսելով նա անկեղծացավ. «Ես կստեմ, որ ասեմ 3 տարեկան Լիլիթը այդ պահին գիտակցում էր կամ հասկանում ու ապրում ինչ ա կատարվում։ Դա գուցե գալիս էր ծնողներիս հասուն գիտակից լինելուց։ Ես հավասարաչափ ժամանակ էի անցկացնում երկուսի հետ էլ, և իմ հիշողություններում չի մնացել դա բացասական։ Երբ դու մեծանում ես, գուցե հասկանում ես, որ ոչինչ անհետք չի մնում։ Չեմ կարող ասել, որ ուրախ ու հարթ մանկություն եմ ունեցել։ Չէ, եղել են նաև տխուր դրվագներ, որ ինձ մենակ եմ զգացել։ Շատ է քննարկվում, որ Լիլիթին օգնել են ասպարեզում։ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում մտերիմներ է ունեցել, ովքեր պիտի որ մի զանգով ճանապարհ հարթեին դեպի հեռուստատեսություն։ Իհարկե, և կարծում եմ արդարացված են օգնել։ Իհարկե եղել են, չեմ թաքցնում, այն ժամանակ հանրայինի տնօրենը Ալեքսան Հարությունյանն էր և եղել է հստակ պայմանով։ Մի զանգը կարող էր ինձ համար շատ թանկ արժենալ։ Ես կարող էի պախարակվել և մնալ հեռուստադիտողների հիշողության մեջ անգրագետ սիրուն դեմքով աղջիկը։ Հետևաբար երկակի է այստեղ կարծիքը։ Այդ մի զանգը լավ, թե վատ հետևանք կարող էր ունենալ ինձ համար։ Առավոտյան ծրագրի ուղիղ եթերում ամուսնության առաջարկություն ապագա ամուսնու Վահե Խանամիրյանի կողմից։ Միանգամից ասեմ, բեմադրված չէր, չգիտեի։ Առավոտից նյարդային էր ու անընդհատ կռվում էր հետս, զգացողությունները հակասական էին։ Ուրախություն, անհանգստություն, հուզմունք ու միևնույն ժամանակ հաղորդավար, որ ուզում եմ հասկանամ կադրում ինչ տեսք ունեմ։ Նայելուց հետո հասկացա, սարսափելի։ Հաղորդավարուհու ապրումների մասին, երբ հայրը հեռանում է կյանքից։ Նախ պապան երկար ժամանակ էր հիվանդ էր ու իր հեռանալը շոկային նորություն չէր։ Հետևաբար ենթագիտակցաբար բոլորս պատրաստ էինք։ Հասկացել էի, որ մեր պսակադրությունը վերջին ամենասիրուն հուշն ա լինելու իր համար։ Ինձ համար կարևոր էր, որ ինքը գնալուց իմանա ապահով ձեռքերում եմ։ Ես գիտեի այսօր կամ վաղը։ Շատ եմ ցավում, որ իմ երեխաները իր հետ չծանոթացան, բայց եղավ այն, ինչ եղավ։ Երբ իր մոտ էի, վիճում էի բժիշկների հետ, բղավում էի, չէի կարողանում տիրապետել ինձ։ Գիտակցությունդ հասկանում ա, որ վերջ, բայց դու շարունակում ես ինչ-որ բաներ անել։ Ասեցի լավ, պապ, ես արդեն գնում եմ, ասա, ինչ կուզես։ Ասեց կուզեմ մի քիչ էլ մնալ, բայց երևի այսօր վերջի օրը լինի։ Ես դուրս եկա ու իմացա, գիշերը մահացել ա։ Գիտեք, ասում են, որ ձեր կյանքում մի վատ բան լինում ա, մոռացի դրա մասին, բաց թող։ Ես այդպես չեմ անում։ Վրեժխնդիր լինել չեմ սիրում, որովհետև վրեժխնդրությունը իր մեջ ամեն դեպքում պարունակում ա ինչ-որ չարություն, հա, այսինքն հակառակ վատություն անելու ցանկություն։ Ես ինչ-որ մի միջադեպից հետո կարող եմ նույն մարդու հետ շփվել, խոսել, ժպտալ, պահել հարաբերությունները, հարգել, բայց երբեք չեմ մոռանում։ Չեմ մոռանում ոչ թե նրա համար, որ այդ հիշողությունը հետո վերածվի հիշաչարության եւ կրծի ինձ ներսից, այլ չեմ մոռանում եւ ասեմ ավելին, ինքս ինձ հիշեցնում եմ եղածի մասին, նրա համար, որ չկրկնվի։ Նրա համար, որ չկրկնվի։ Որովհետեւ այն պահին, երբ դուք տոտալ կմոռանաք, թե ինչպես են ձեզ հետ վարվել, դա ունի հատկություն կրկնվելու։ Ես վերջապես հասկացա, թե մեր խնդիրը որտեղից է գալիս, սիրելի կանայք եւ աղջիկներ, անսխալական լինելուց, որ մենք ամեն բան կարող ենք անել ինքնուրույն, մեզ օգնել պետք չի, մենք ինքնուրույն ենք, մենք վաստակում ենք, մենք ամեն ինչ կարող ենք, տեսականորեն եւ պրակտիկ այդպես էլ կա, մենք ամեն ինչ կարող ենք, բայց այդ դեպքում ասացեք ինձ, երբ լինենք ավելի փխրուն եւ կանացի, կամակոր, երբ թույլ տանք, որ տղամարդը հոգ տանի մեր համար, երբ թույլ տանք, որ դուռը բացեն, ասենք մենք ինչ ենք սիրում, ինչից ենք ուրախանում, ինչից ենք տխրում։ Գիտեք, ասում է, եթե քեզ պետք է փոշեկուլ, ուղիղ ասա տղամարդուն, որ ինձ պետք է փոշեկուլ, այլ ոչ թե անընդմեջ պնդիր, որ գիտես տունը կեղտոտ է, գիտես տունը կեղտոտ է, եւ սպասես, որ տղամարդը կգուշակի եւ կհասկանա, այդպես չէ։ Ես ձեզ խնդրում եմ, սիրելի կանայք, թույլ տվեք, որ ձեզ սիրեն ու թույլ տվեք ձեզ այդ շքեղությունը մեկ-մեկ անօգնական եւ փխրուն լինելու։ Մենք խոմ գիտենք, որ դա այդպես չէ։ Օպա, լավ չեք, ինչ-որ բան վատ ա գնում, եկեք հեշտացնեմ այս պրոցեսը ու մի հատ իմ օրինակով փաստ ասեմ, որևէ մեկը ձեզ չի գալու օգնի, ոչ մեկ ձեզ չի գալու փրկի, ոչ մեկ ձեր տեղը չի որոշելու ու եթե ինչ-որ մի իրավիճակի մեջ չի գալու ձեզ վերցնի ունդեղից հանի։ Հա, ընկերներ, ընտանիք, շրջապատ, բոլորը կարող է գան խոսեն, խորհուրդ տան, փորձեն, բայց
դուք ցանկացած իրավիճակում ինքներդ ձեր հետ մենակ եք։ Այդ ընդունեք, ոչ թե ընդունեք ու նեղացեք ինչ-որ մեկից, որ ինձ ինչի չեկան ճոկրեցին, ես լավ չէի։ Չէ, ընդունեք, որ կաք դուք ու ձեր խնդիրը։ Դուք ու այն իրավիճակը, որում դուք հայտնվել եք։ Ու սպասել, որ ինչ-որ մեկը ձեզ կօգնի, դա նշանակում է փնտրել արդարացումներ, թե ինչի եք դուք մնում ու դոփում նույն տեղում։ Հետևաբար հավաքեք ձեր ձեռքը ու առաջ գնացեք։ Թե ինձ ասեին լիլ, հələ մի հատ խորհուրդ ընտրի, որը կուզենաս ինքդ փորձես կիրառել ու խորհուրդ կտաս բոլորին, կլիներ հետևյալը։ Սովորեք կառավարել ձեր էմոցիաները, որովհետև եթե ցանկացած իրավիճակի նայեք ներսից, կզգաք, որ մենք այն ինչը որ ունենք, դա մեր էմոցիաների արդյունքն է, որ պահին մենք ճիշտ չենք կարողացել կառավարել։ Մենք գերին ենք մեր էմոցիաների եւ հաճախ նաև մեր զգացմունքների։ Ցանկացած իրավիճակի մասին է խոսքը։ Ու այն պահին, երբ որ դուք սովորում եք կառավարել, զայրույթ կլինի, ցասում կլինի, կարոտ կլինի, սեր կլինի, չարություն կլինի, նախանց կլինի, ցանկացած տեսակի էմոցիա ու զգացողություն։ Դուք դառնում եք փաստացի կառավարողը տվյալ իրավիճակի։ Սա շատ դժվար է սովորել, բայց արժե մտածել այս ուղղությամբ եւ ձեռնարկել գործողություններ։ Ինչ շատ են հարցնում ընկերության մասին։ Ովքեր որ ինձ լավ են ճանաչում, գիտեն, որ ես առանձնապես շատ ընկերասեր չեմ, փակ մարդ եմ, նույնիսկ մի փոքր էլ սառը մարդ եմ։ Բայց ես համաձայն չեմ այն խոսքի հետ, երբ ասում են լավ ընկերը երևում է այն ժամանակ, երբ նեղ պահին կողքի տա լինում, որովհետև իմ փորձը ցույց է տվել, որ հենց այն ժամանակ, երբ որ դուք նեղության մեջ եք, բոլորը հավաքվում են ձեր շուրջը, որպեսզի խիստ կարևոր թվան, այսինքն փորձում են իրենց խորհուրդներով, իրենց կարեկցանքով աջակցել եւ ցույց տալ, թե որքան կարևոր են իրենք ձեզ համար եւ որքան կարևոր կարող է լինել իրենց խորհուրդը։ Ինձ համար լավ ընկերը նա է, ով երբ դուք ուրախ եք, երջանիկ եք, կայացած եք, հանգիստ եք, հանդարտ եք, ու ինքը ձեր կողքին է, որովհետև կարողանում է ձեզ տեսնել այդպիսին ուրախ ու կարողանում է վայելել ձեզ հետ ձեր ուրախությունը։ Այդ ինձ համար ընկերություն է։ Այսօր առավոտյան համացանցն էի թերթում ու մի հատ շատ լավ really հանդիպեցի ու շատ ուզեցա նույնը նաև ձեզ փոխանցել։ Ասում եմ, երբեք մի գնացեք մթերային խանութ առևտուր անելու, եթե քաղցած եք, որովհետև հավանականությունը մեծ է, կգտնեք ապրանքներ կամ կգտնեք մթերքներ, որոնք ձեզ ընդհանրապես պետք չեն։ Նույնը նաև կարող է վերաբերվել հարաբերություններին։ Երբեք մի մտեք հարաբերությունների մեջ այն ժամանակ, երբ տխուր եք կամ ձանձրացած եք, որովհետև հիմնականում հարաբերությունների մեջ մտնում եք տվյալ դեպքերում սխալ մարդու հետ։ Հետևաբար կուշտ գնալուց կընտրեք ճիշտ ապրանք, թե ինչը պետք ձեզ համար գնել, իսկ երբ երջանիկ եք, ինքնաբավ, կայացած ու ուրախ, ճիշտ ընտրություն կկայացնեք, թե ում հետ եք ուզում սկսել ձեր հարաբերությունները։ Բոլորիդ ֆանտաստիկ օր եմ մաղթում։